Հարգելի սիրելի ժողովուրդ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին, զգացված եմ ջերմության համար, ընդունելության համար, մեկ անգամ ևս ավելի պարտավորված եմ, ինչ ճիշտ հասկացեք, ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք, ես լիարժեք շփվելով, ես արդեն ամսից ավել ժողովրդի հետ, լսելով մարդկանց խնդիրը, պրոբլեմը, լիարժեք տիրապետում եմ, քաղաքը, մարզերը, գյուղերը, աշխատողը, ստեղծողը, կառուցողը, փոքր ու միջին բիզնեսը, արվեստագետը, բժիշկը, գիտնականը, հիմնական այս անգամ մենք փոխել ենք մեթոդը ծրագիր կազմելու, լսել ենք մարդկանց, ոլորտի ներկայացուցիչներին, ինչն է իրենց խնդիրը, ինչն է պրոբլեմը։ Ժողովուրդ ջան, ես սովորական մարդ եմ, ես հողում ծնված, մեծացած, կայացած, որ այսօր մարդկանց ոչ մի բան չի հետաքրքրում, մեկը մեկին վիրավորի, ցեղ շպրտի, հայոյի, ամեն մեկը ցանկանում է, որ իր մասին մտածող լինի, իր ոլորտի մասին, հնարավորություն տրվի, որ ինքը կարողանա իր խնդիրները լուծի, իր ընտանիքը պահի, կարողանա բարիքներից օգտվի, ուրիշ ոչ մեկը բան չի ուզում։ Այսօր ժողովուրդ ջան, կուսակցությունները կապ չունեն, բոլորը հայ ենք, բոլորը ուզածը մի բան է, որ խաղաղություն լինի, տնտեսության զարգացում լինի, բարեկեցություն լինի, մարդիկ կարողանան իրանց արդար քրտինքով աշխատեն, ստեղծեն, ապրեն, ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ պաշտոնի, ոչ ճանաչման, որ անձնական, կարիք ունեմ, որ մեր երեխաները ապահով երկրում ապրեն, որ մենք իրենք ապահով երկիր փոխանցենք, բոլոր ծնողների նպատակը դա է։ Այսօր տեղյակ եմ ամեն ինչից, կազմել ենք ծրագիրը, հնարավորության դեպքում առաջին նիստին, որ նիստ հրավիրվեց, այդ ամենակարևորագույն կետերը պետք է դրվի ու միանգամից ընդունվի, որ մարդիկ զգան, մարդը իր խոսքը ասում է, իր խոսքի տերն է։ Ամբողջ Հայաստանով շրջել եմ, չկա մի տեղ, որ ասեն Ծառուկյան ասեց չարեց։ Բոլոր տեղերն էլ ջերմ ընդունելով, լսելով, ավելի պարտավորության զգալով եկել եմ։ Այսօր առաջնայինը, որ մենք լիարժեք մեր մոտ նշել ենք ծրագրի մեջ, առողջապահություն, կրթություն պետք է լինի անվճար, տրամադրում են գումարները, պետ պատվեր, 700 միլիոն, ոչ մեկը խաբար չի, ոնց է ծախսվում, չեն արդյունավետ չի, 700 միլիոն դոլար, ոնց կարելի է օգտագործել, մարդիկ դրա բանը չզգան, ուրեմն պետք է սխալ են գործում, դա փոխվի։ Ես ասում եմ 10 մարզա, 10 վարչական շրջան, ամեն տեղ մի հիվանդանոց, որ տրամադրեն, բժիշկները քույրերը ստանում են 100,000, 120,000, թող ստանան $1000։ Ամեն հիվանդանոցում թող աշխատեն 150 բժիշկ, 150 բժիշկ կանում է 150,000, տարեկան էլ կազմում է 1,5 միլիոն, 20 դպրոց անում է 30 միլիոն, թող լինի 40 միլիոն, 100 միլիոնի սարքավորում թող առնեն, 140 միլիոն, 100 միլիոնի դեղորյակ թող առնեն, 230 միլիոն, 100 միլիոն էլ կոմունալ ծախսեր, 330, 100 միլիոն էլ չգիտեմ ինչ, 100 միլիոն էլ էլի 200 միլիոն մնում է, բայց ժողովուրդը որպես մարդ, արգող մարդ, չի գնա հիվանդանոցի դեմը կանգնի, վիզը ծռի, կընդունեն չեն ընդունի, գումարը պակաս է, տունը պետք է տանի վարձով դնի, Ժորժան լուծվող խնդիր չկա, պետք է ճիշտ կառավարվի, գումարները ճիշտ նպատակին ծառայեն։ Կրթությունը պետք է անվճար լինի, կրթության համար այսօր ծնողը չի կարող իր երեխայի վճարը վճարի, գիշերը չի քնում, որ հարկավոր ասենք այսօր մարդը ստանում է 200,000, կինը 120,000, իրանց գույքարկ վճարեն, սնունդը ապահովեն, հագուստը թե տանեն 1 միլիոն կամ 800,000 ուսման վճար վճարեն։ Այդ երկուսը անմիջապես ընդունվելու է։ Երրորդը, այսօր սաղ ժողովուրդը վարկի տակ է, ամեն տնից 2-3 հոգի։ Ճիշտ եմ ասում, թե ճիշտ չեմ ասում, ժողովուրդը։ Որ այսօր եղել է ժողովուրդը, ինքնակամ չի դա, ժողովուրդ ջան, տնտեսական ճգնաժամ է եղել, համաճարակ է եղել, 3 տարի կորոնավիրուս, պատերազմ, մարդիկ չեն աշխատել, տունը նստած, սնվել են, ընտանիք են պահել, առողջապահությանը հետևեք, գուտակվել է վարկեր, պետությունը այսօր 15 միլիարդ պարտք ունի, որց է մեկը խաբարա, ժողովրդի վրա է օգտագործվել, ոչ, կարելի է հիմա ավելացնել
1 միլիարդ 100 միլիոն մենք հաշվարկել ենք։ Եթե դա պետությունը ներումաշնորհում, ուրեմն 2 միլիոն 200,000 մարդ անմիջապես այդ ճայճից դուրս է գալի։ Բրծնում է, տրամադրությունն է բարձրանում, նոր կյանք է սկսում, որ կարողանա իր աշխատանքով, իր աշխատավարձով, իր շահույթով իր տունը պահի, իր երեխաների պահի։ Երրորդ հարցը, չորրորդը, ամենակարևորը Երևանի գույքարկն է, ժողովուրդ։ Այսօր գույքարկը որոշել է Երևանի, ոչ թե կադաստրի գնով, միանգամից շուկայական գնով, 100% թանկացում, տարեկան 20% ավելանում է։ Մարդը եթե արժանապատիվ աշխատել է, դարվեստագետա, մշակույթա, գիտնականա, դասախոսա, բժիշկա, շինարարա, վարորդա, տուն է ստացել։ Իրա թոշակով ապրում է։ Գույքարկը չի կարող վճարել, ասում են ծախի գնա սահմանամեծ գոտի։ Դա անարդարացի է, ժողովուրդ։ Արդարացին նա է, որ այսօր օրենք ընդունենք 25 թվականից 26-ից, ով Երևանում բնակարան առավ, գույքարկը 100% թանկ է, որ մարդը կորոշվի, առնի թե չառնի, բայց եթե չէ դու այդ ծերերին, թոշակառուներին, արժանապատիվ մարդկանց, քրտինքով ապրած, այս խորը ծերությանը իր բնակավարից, ծննդավարից հանելը, դա ոնց է արդարացի է։ Երկրորդը դա լինելու է գույքահարցի խնդիրը, որ անմիջապես դա պետք է կարգավորվի։ Կան էլի խնդիրներ, էլի հարցեր, վարկային տոկոսներն է, որ պետք է իջացվեն, եւ մեկ էլ ասենք այսօր Բերդերում, կալանավայրերում տեղ չկա։ Մի 4 հոգանոց տեղը 20 հոգի են մնում։ Տնային կալանքներ են տալիս։ Ով մի բառ ասեց, հակառակվեց, անմիջապես կալանավորել, ձերբակալել։ 10 տարի էլ ներում ենք շնորհելու։ Հիմնական ասում եմ, այսօր պետք է քայլ կատարես քո ժողովրդին։ Սխալվել է մարդը, քայլ է կատարել, հնարավորություն տուր, մարդուն հանցագործ մի սարքի, 10 տարից տունն էլ է քանդվում, մարդն էլ հանցագործ է դառնում։ Շանս տուր, թող գնացնի իր ընտանիքին, իր բալիկներին, իր ծնողներին, ընտանիք կազմի, ինքն էլ երախտապարտ լինի, որ սխալվել դեպքում մարդուն շանս է տվել։ Երկրորդ անգամ կատարի, մեղք իրա վիզը, ժողովուրդ ջան, մենակ հզոր մարդը կարա լավ քաղցր բարի բան կատարել, որ մարդիկ ուրախանան, ժողովուրդ, որը դա պարտադիր է, անմիջապես պետք է արվի։ Ամենակարևոր հարցը, ժողովուրդ ջան, երաշխավորած խաղաղությունն է, ձեր ցավը տանեմ։ Այսօր ասում են խաղաղություն ենք բերել, թող ցույց տա խաղաղության թուղթը, որ իրոք ստորագրած է խաղաղություն, որ հարձակում չի լինելու, պատերազմ չի լինելու։ Ես ասեմ, մեր վարչապետը ճիշտ է, որտես բան չի, տես թուղթ չկա։ Այսօր սահմանների վրա, սա Գեղարքունիքով, Սյունիքով, Ջերմուկով, սարերի վրա նստած մեր հողերի մեջ, ու հիմնական թելադրում են, որ հիմնական հարցը նրանք պահանջներ են ներկայացնում, անկլավները տալ, հիմա էլ ամսի 18-ին 19-ից մեկ շաբաթ ասում եմ չեն արձագանքում, որ Նախիջևանում կայանում է Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիրը, այդ անունները, որ ասենք թե մենք ունենք ինչ-որ փոխելու, ես կարամ մի բան ասեմ, ոչ մեկը չի պատասխանում, Ադրբեջանը քոչվոր ցեղ է, այս 100 տարյա պետություն ունի, բայց Հայաստանը հազարամյակների պատմություն ունի, մենք պետք է այդ հարցերը կարգավորենք, չլուծվող խնդիր չկա, հարկավոր է ճիշտ բանակցել, ճիշտ մարդկանց հետ, լավ հզոր դաշնակիցներ ունենալ, որ իրար կողքի լինել, խնդիրը կարգավորել, պատերազմի դուռը փակել եւ զբաղվել երկրի զարգացմամբ, տնտեսության բարեկեցությամբ, որ ժողովուրդն առողջ ժպիտների դեպքերին կարող է ապրի։ Սա ես ձեզ ասում եմ մեր ծրագիրի մորմոտությունը։ Ունեմ լավ թիմ, լավ համակիրներ ունենք, որոնք համախմբվել են, օր-օրի ավելանում են։ Ու իրանց ցանկությունը մեկն ասված Արուկյան, մենք պաշտոնի համար չենք եկել, մենք եկել ենք մեզ կարևորը պետությունն է։ Ասում եմ գրենք ցուցակի մեջ մանդատի համար, պարոն Ծառուկյան, մանդատի համար չենք եկել, կարևորը արդյունքն է։ Ու իրոք դա կարանք անենք, մարդիկ որ փորձ ունեն, արդյունք են ցույց տվել, ու սրտացավություն ունեն իրենց ժողովրդի համար, իրենց երկրի համար, իրենց երեխաների ապագայի համար։ Այնպես որ ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, դուք պետք է կատարեք ընտրություն, ում ցանկանում եք, ում հետ հույս եք կապում, ես ոչ մեկի վրա ցեղ չեմ շպրտում։ Ինձ մինչև չվիրավորեն, ես իրանց չեմ վիրավորում։ Բայց իմ ընտանիքին էլ վիրավորում են, ես թույլ չեմ տալի իրենց ընտանիքին, որտեղ դա հզորության, հարգանքի նշան է, դա կլացի խնդիր է։ Երեխաները մեղ չեն գործ, ընտանիքը կապ չունի։
Այնպես որ սա իմ մոտեցումը։ Կտակ, կպահանջեք, ինչ ասել եմ, մի բանը լավ էլ անել եմ։ Հետևողական եմ լինելու, կազմակերպեմ, իմ ժողովրդի ցավը տանեմ։ Այնպես որ որոշողը դուք եք, ընտրողը դուք եք։ Ես էլ ձեր հետ ձեր ծառուկան եմ, ձեր ցավը տանեմ։ Ծառուկյան, Ծառուկյան, Ծառուկյան։ Ժողովուրդ ջան, գնում ենք Քայլերթի։